Նախորդին ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է հնչել, որ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել եւ կա դանակահարված դեռահաս։ Դեպքի վայր հասած իրավապահները պարզել են, որ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ, այդ թվում կտրած, ծակած, արյունահոսող վնասվածքներով վիրավորը նույն քոլեջի 3-րդ կուրսում սովորող 17-ամյա Ռաֆայելն է, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Նախնական տվյալներով տուժողի եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն եւ անբարյացակամ հարաբերություններ են ձևավորվել, ինչի կապակցությամբ երիտասարդների միջև մի քանի վիճաբանություն է տեղի ունեցել, որոնցից մեկի ժամանակ 21-ամյա երիտասարդը կամ նրա մտերիմները վնասել են տուժողի կողմից վարած, վերջինիս հորը պատկանող ավտոմեքենան։ Ըստ քննչական կոմիտեի դեպքից մի քանի օր առաջ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 17-ամյա պատանին հայհոյել է 21-ամյա երիտասարդին, ով ի պատասխան վերջինիս սպառնացել է հաշվեհարդար տեսնել, եւ ահա մարտի 12-ին վերջինս 6-7 ընկերների հետ դանակի հարվածներ է հասցրել 17-ամյա տղային։ Մասնագետների գնահատմամբ դեռահասների շրջանում հանցավորության աճը բավականին մտահոգիչ է։ Այդ տարիքի երեխաների նպատակը ինքնահաստատվելն է, ցույց տալ, որ իրենք արդեն մեծ են եւ ուշադրություն գրավել այդպես, ցույց տալով, որ իրենք որպես անձ ձևավորվել են եւ պետք է իրենց հետ հաշվի նստել։ Ազատությունը չպետք է վերածվի հակասոցիալական վարքագծի, ասում է հոգեբանն ու նկատում անչափահասների հանցավորությանը նպաստում են նաեւ տարիքային առանձնահատկությունները, ավելի մեծ երևալու ինքնահաստատվելու մղումը։ Այստեղ մեծ անելիք ունեն նաեւ ծնողները։ Մեծ տենդենց է ապրել ծնողների մոտ ազատություն տալու ոչ դրական իմաստով։ Կարևոր է այս պարագայում բարոյական արժեքների վրա շեշտը դնել, ավելի շատ շեշտադրում են իրավունքները, շեշտադրում են, որ երեխայի կարծիքը պետք է հաշվի առնել։ Շատ դեպքերում ծնողները չհասկանալով իրենք են հենց գովազդում այնպիսի արարքների կատարումը, նպաստում են իրենց գովազդով, ուղղորդում են երեխաներին դեպի հանցագործության կատարումը։ Դա թմրանյութերն են, որոնց մասին շատ են խոսում, շատ են քննարկում։ Միայն 2023 թվականին անչափահասների կողմից կատարվել է 295 հանցագործություն, որը նախորդ 20 տարիների ամենացածր ցուցանիշն է, ասում է ոստիկանության պաշտոնյան ու տեղեկացնում, որ դեռահասները ամենից շատ կատարում են մարմնական վնասվածք հասցնելու, հափշտակության ու խարդախության հանցագործություններ։ Տաթևիկ Աբրահամյան, ժամը լրատվական։